ասում եմ, ինչ նախագիծ բերում ենք, ասում ենք, բերում ենք դատական համակարգը բեռնաթափելու համար։ Նայում եմ թվերը, էլի նույնն է։ Էլի նույնիսկ բեռնաթափում կա մեզ մոտ, էլի այսինքն ըստ էության դատական ակտերի ընդունումը տևում է տարիներ։ Հիմա սա բերում ենք ինչի բանը հասկանալի է, լավ, հաշտարարության ինստիտուտը իրոք կարևոր է, հատկապես ամուսնական գործերում։ Բայց mən ուզում հասկանամ, էլի արդյոք ամուսնական գործը, ընտանիքը պետության հիմնական բջիջն է եւ այլն։ Հիմա հաշտարարությունը մենք ըստ էության կողմերին, ասենք գնացեք օրենքով պարտադիր է հաշտարարությունը համարգելի ամուսնալուծվողներ կամ վիճողներ։ Գնացեք ձեր հաշվին, ոչ թե պետության հաշվին, հաշտարարու արծեք եւ հաշտարարը թող ձեր հարցը քննի, որտեղ դա պարտադիր է։ Առաջին անվճար կլինի, հետո կվճարեք։ Սա առաջի խնդիրը, չեք տեսնում, որ մի չորտեղ մենք այստեղ չեմ ասում սահմանադրաիրավական, բայց իրավական խնդիրներ կարող ենք ունենանք։ Երկրորդ հարցը ինչ կարեք բացատրեք այդուհանդերձ այդ հաշտարարությունը դրսի ոչ դիմող, ոչ հայցողն է Հայաստանի Հանրապետություն, ոչ պատասխանողը։ Ինչ ենք նախատեսում, օրինակ չգիտեմ, մեկը Նիգերիայում է, մեկը Բուրկինա Ֆասոյում է, իրանք վեճ ունեն, դիմում են Հայաստանյան դատարան, Հայաստանյան դատարանը դատարան պետք է սկզբից դիմեն, դատարան նշանակի հաշտարարություն, թե դատարան չեն դիմում, հանրապես հաշտարարության են միանգամից դիմում։ Դիմում են հաշտարարության, բայց հաշտությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետք է հաստատվի։ Արդյոք ստեղ ռիսկեր չկան, չգիտեմ, տարբեր տեսակի, չգիտեմ, էլի մանիպուլյացիաների, որոնք կարող են իրականացնել մեր փաստաբանները, իսկ փաստաբանները պրակտիկան ցույց է տալիս որոշակի առումով նաև տարատեսակ, ասենց ասեմ, արտիստիկ լուծումների մեծ արսենալ ունեն իրենց մոտ, խնդրեմ։ Գալություն պարոն Վարդանյան, պարտադիր հաշտարարության մասով նշեմ, որ այս փաթեթով չէ, որ ներդնում ենք, որովհետև այս օրենքը վաղուց է ընդունվել ազգային ժողովի կողմից, միայն ուժի մեջ դեռ չէր մտել, քանի որ բավարար թվով հաշտարներ չունենք։ Հուլիսի 1-ից արդեն ուժի մեջ կմտնի եւ սա կարող է այո նպաստել դատաների ծանրաբեռնվածության թեթևացմանը, որովհետեւ ըստ վիճակագրության տարեկան 3000-ից ավելի գործեր կան ընտանեկան, որոնք գնում են դատարաններ եւ մենք հույս ունենք, որ իհարկե ներողություն ոչ բոլորը, բայց գործերի մի մասը որպես ֆիլտր, հա, կմաքրվեն մինչև դատարան գնալը։ Մենք համանման նշեցիք օրենսդրական փոփոխություններ ենք բերում, բայց թվերի վրա չի ազդում, կհիշեք ժամանակին նաև փոփոխություն առաջարկեցինք եւ ընդունվեց, ըստ որի 2 միլիոն դրամ վեճերը, մինչև 2 միլիոն դրամ բանկերի հանրային ծառայությունների մատուցող կազմակերպությունների մասնակցության վեճերով պետք է քննվեին նոտաների կամ արբիտրաժի կողմից, դրա արդյունքում հիմա քաղաքացիական գործեր քննող դատաների ծանրաբեռնվածությունը դա հստակ թվերով երևում է 6 անգամ կամ 80%-ով նվազել է։ Դա ինչ վերաբերում է գործի քննության ժամկետներին, պարոն Վարդանյան, առաջիկայում նախարարությունը հանդես կգա նախաձեռնությամբ եւ նաեւ քննարկենք վստահ եմ հանձնաժողովի հետ դատավարություններում հստակ ժամկետների նախատեսմանը քաղաքացիական, վարչական եւ հավանաբար նաեւ քրեական։ Հենց այսօր քիչ առաջ նաեւ նախարարը զեկուցեց կառավարության նիստում վերաքննիչ քրեական դատարանում գրավոր ընթացակարգի ներդրման փաթեթը եւ նաեւ այնտեղ էլ դատավարական հստակ ժամկետներ նախատեսվեցին, այդ փաթեթով իհարկե դեռ նախագիծը պետք է քննարկենք ձեզ հետ, հետեւաբար բնականաբար եւ հետեւաբար ասածս այն է, որ փուլ առ փուլ փորձելու ենք դատավարություններում այնպիսի լուծումներ ներդնել, որ մի կողմից արդյունավետությունը բարձրանա եւ արագությունը եւ դրան զուգահեռ նաեւ ժամկետներ սահմանվեն։ Հիմա այս հաշտարարության ինստիտուտը կարծում եմ դրան է միտված, որովհետեւ եւ միջազգային փորձը եւ նաեւ պրակտիկան ցույց է տալիս, որ հենց ընտանեկան գործերը դրանք այնպիսի գործեր են, որոնցում հաշտեցումը շատ լավ աշխատում է, պարոն Վարդանյան, եւ դրա տիպի այլ գործեր կան, օրինակ աշխատանքային վեճերը միգուցե ապագայում հնարավոր լինի դրա շուրջ մտածել։ Ամեն դեպքում կարծում ենք հուլիսից հետո մի որոշ ժամանակ 6 ամիս կամ մի քիչ ավելի ժամանակ մոնիտորինգ պետք է իրականացնենք, միասին տեսնենք թվերը եւ տեսնենք թե որքանով է դա ազդել
դատարանների ծանրաբեռնվածության վրա։ Երկրորդ կտորի հետ կապված միգուցե իմ խոսքում այլ կերպ ներկայացրեցի, հետո հստակեցրեցի, օտարերկրյա անձանց մասնակցությամբ հաշտարական համաձայնությունները խոսքը չի վերաբերում միայն այն դեպքերին, ներողություն, երբ երկու կողմը օտարերկրյա անձինք են։ Խոսքը հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ հայաստանյան կողմը բիզնեսը վեճ է ունենում, պայմանագիր ունի օտարերկրյա սուբյեկտի հետ եւ իրենց պայմանագրում օրինակ նշված է հաշտարարությունը որպես վեճի լուծման եղանակ, գնացել են հաշտության համաձայնություն են կնքել եւ ըստ այդ հաշտության օրինակ կողմերից մեկը պետքա ինչ-որ գումար վճարի մյուս կողմին ենթադրենք։ Հիմա եթե այդ հաշտության համաձայնություն կամավոր չի կատարում օրինակ հայաստանյան կողմը, մենք պետք է հնարավորություն տանք օտարերկրյա սուբյեկտին բիզնեսին այդ հաշտության համաձայնությանը տալ պարտադիր ուժ, որովհետև լոկալ գործերով նույնպես այդ հնարավորությունը կա։ Գործող օրենքի տրամաբանությունը այնպեսին է, որ դա թույլ չի տալիս, որովհետև ասում է, որ հաշտության համաձայնությունը դատարան կարող է ներկայացնել կողմի բնակության դատարան։ Հիմա դատարանները մերժել են նմանատիպ դիմումները, ասել են օտարերկրյա սուբյեկտը Հայաստանում բնակության վայր չունի, չի կարող այս երաշխիքից օգտվել։ Մենք առաջարկում ենք, որ այդ երաշխիքը նաև օտարերկրյա սուբյեկտների վրա տարածվի եւ ինչպես օրինակ արբիտրաժային վճիռներն են, որ չէ, կարող գիտեք, կարող է արբիտրաժային վճիռ լինել օտարերկրյա եւ կողմը բերել Հայաստանում, կարող է բերի եւ Հայաստանում ի կատարած այդ վճիռը եւ իր իրավունքները երաշխավորված պաշտպանի։ Մենք այդ նույնը առաջարկում ենք նաև կիրառել հաշտության համաձայնությունների դեպքում, որովհետև հաշտարարությունը հիմա արբիտրաժին զուգահեռ բավականին լավ զարգացող գործիք է։ Արբիտրաժի մեկ առանձին կանադառնանք, բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել ենք արդեն, դա առանձին պատմություն է, բայց երկու հարց տեսեք, ամուսնաընտանեկան վեճ, էլի։ Նախ պետք է այդ պրակտիկա խնդրեմ մինչև երկրորդ դիտարկում պրակտիկա բերեք, քանի ամուսնաընտանեկան վեճ ենք ունեցել, որոնք ավարտվել են հաշտության կնքմամբ, քանի տոկոսն է կազմում, որովհետեւ հասկանանք այս մեխանիզմի արդյունավետությունը։ Ինչ վերաբերում է երկրորդ մասին, տեսեք, ենթադրում է, որ եթե մի սուբյեկտ հայաստանյան է, մյուս օտարերկրյա, այդ հաշտեցման գործընթացը հաշտությունը կնքվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա, թե չէ։ Այսինքն հայկական օրենքներում կնքվել այդ գործարքի կնքման ժամանակ հաշտություն հաշտարարություն իրականացնելու համար, թե ոչ, որովհետև մի փոքր էլ նաև կարա խնդրահարույց լինի հետագայի համար, մենք չենք կարա։ Տեսեք, հիմա էլ ասում եք, ինչ եք վերել Երևանի։ Երևանը ամենածանրաբեռնված է։ Հիմա բերում եք այդ հաշտությունները լրիվ Երևանի Դատարանության դատարան, որը շարունակում է ծանրաբեռնված մնալ։ Այս հարցերը, որոնք պատասխան են պահանջելու նաև իրավիճակի պրակտիկայում, պարոն Դադոնց։ Վիճակագրություն իհարկե կնայենք, բայց վիճակագրության խնդիրը այն է, որ այս ինստիտուտը պարտադիր հաշտարարության ինստիտուտը ռուժի մեջ չի մտել, իհարկե կամավոր հաշտարարություններ լինում են։ Այլ խոսքը վերաբերում է հետևյալին, երբ որ ամուսնաընտանեկան վեճ է եւ կողմերը չեն սպասում վճռին, այլ գալիս են հաշտության եւ հաշտությունը հաստատվում է դատարանի որոշման ըստեյության հաշտարարությունն է։ Դե այդ սուբյեկտը դատավորն է եղել հաշտարար, փաստաբաններն են եղել հաշտարար, այլ սուբյեկտներ են եղել հաշտարար։ Դրանցով փորձենք անել, բայց գործերը քիչ են, որը ինչու են քիչ, որովհետև թողնված է կողմերի հայեցողությանը։ Իսկ պարտադիր հաշտարարության հենց արդյունավետությունը կանում է նրանում, որ իրենք ճակերտավոր ստիպված են լինում գոնե 1 կամ 2 ժամ պարտադիր գալ նստել հաշտարի մասնակցությամբ եւ խոսել իրար հետ եւ հենց այդտեղից կարող է այո իրենց հաշվին սա բայց հետո փոխհատուցվում են նրանով որ եթե հաշտության համաձայնություն է կնքվում եւ դիմում են դատարան իրենք պետտուրքից ազատվում են այդ վճարած գումարի չափով եւ մեկ եւ երկրորդը անվճարունակ քաղաքացիների համար ըստ օրենքի անվճար է եւ դա հաշտարները իրենց հաշվին են պարտավոր իրականացնել անվճարունակությամբ հաստատքներ ներկայացնելու դեպքում ինչպես օրինակ հանրային պաշտպան է տրվում նույն լոգիկայով նույն տրամաբանությամբ այստեղ է աշխատում ինչ վերաբերում է օտարերկրյա անձանց մասնակցությամբ հաշտության կնքմանը պարոն Վարդանյան այո կարող է նաև օտարերկրյա իրավունքի կիրառությամբ դա լինել բայց նույն հարցը կարող ենք տալ նաև օտարերկրյա դատական ակտերի դեպքում որոնք ճանաչում են Հայաստանում օտարերկրյա արբիտրաժային վճիռների դեպքում որոնք ճանաչում են եւ որոնք եւս երկու պարագայում կա միշտ հիմքում միջազգային պայմանագիր որում մենք պարտավորություն ենք ստանձնել տվյալ պարագայում կարող է փոխադարձությամբ լինել այդ դեպքում եւ այստեղ էլ դատարանը բնականաբար
այն դեպքերում, երբ որ հակասում է օրինակ, չգիտեմ, հանրային կարգին Հայաստանի կամ անձի համար ակնհայտ, հա, ոչ իրավաչափ պարտավորություն է դրված, այսինքն նույն տրամաբանությամբ ինչ որ կհաստատեր Հայաստանում, նույն տրամաբանությամբ պետք է շարժվի նաև օտարերկրյա անձանց դեպքում։ Իսկ եթե չհաստատի, դա օտարերկրյա անձանց ռիսկն է, ովքեր գիտեն, որ կողմերը գիտեն, որ եթե կարիք է առաջանալու դա կատարել, նաև կատարման ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, պետք է նաև մեր օրենսդրությունը հարգեն եւ հաշվի առնեն։